Սկզբունքային ինչ-որ տարաձայնություններ կարող են խանգարել։ Ուրեմն ասել, տարաձայնություններ չի կարող լինի, ասենք այսօր ես իմ ժողովրդին ներկայացրել եմ մեծ ծրագիր, առաջարկ Հայաստանի ծրագիրը, որը կետարկել ոչ թե նստած կաբինետում դրած, եթե մարդիկ համաձայնություն կտան, վարձը կարող են քննարկել այս ծրագրի հետ, որը ժողովրդի համար ընդունելի անհրաժեշտ է, ընդունեմ որ այդ ծրագրը, որտեղ ես ժողովրդին խոստովանեմ չեմ գնացել ինչ-որ մայքանի մանդատի համար խորհրդարանում ասենք տեղավորվելու համար ծառայանը ոչ դրա կարիք ունի, ոչ էլ ցանկություն ունի։ Բանիմնակար եթե ծրագրերը քննարկում են, ես դեմ չեմ կարող է որոշ ուղումներ ծրագրերի հետ իրենց ավելի լավը լինի, որ այդ լինի, ես ասեմ մեծամեծ մարդ չեմ։ Ես բնական իրական մարդ եմ։ Ճիշտը, որը որ դա այսօրվա պայմաններում դա օգտային երկրին իմ ժողովրդի, ուրեմն այդպես կհամաձայնեմ։ Շնորհակալություն եւ եթե թույլ տաք երկրորդ հարցը։ Ըստ ձեզ, արդեն Քարոզ Արշավին մնացել է գրեթե 10 օր, բայց վերջին գոնե դրան նախորդող վերջին 10 օրերին իշխող քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսեց ագրեսիվ ռետորաբանություն։ Ձեր հասցեին եւ մնացած քաղաքական այն ընդդիմադիր ուժերի, ովքեր որ ավելի խոշոր են, ավելի աչքի մտնող են։ Ինչով է դա պայմանավորվում։ Ըստ ձեզ վախն է ստիպել ագրեսիվ ռետորաբանություն ցուցաբերել, թե պարզապես իրենց ընտրազանգվածին ուզում են ցույց տալ, որ իրենք ուժեղ տղաներ են։ Ուրեմն ձեզ ասեմ, հիմնական մարդը որ գտան տեսնում, իրենք ունեն հարցումները, իրենք են տեսնում, ասենք թե այսօր բոլորը զգում են, որ վարչապետ առաջվա վարչապետը չի, ժողովրդի կողմից ընդունված, ժողովուրդը ոնց էր 8 տարի առաջ, որովհետև գիտենք ոնց էին ընդունում, ճիշտ է թե ոչ։ Իսկ այսօր ոնց են ընդունում։ Լավ են ընդունում։ Դե դա բոլորն էլ ասում են, իհարկե, ասենք թե ջղայնանում, ներվայնանում առաջին իր թիմի վրա պետք է ներվայնանա։ Իսկ թիմի վրա ներվայնանալ համար այդ թիմի ոչ լսումը, ոչ հնարավորություն է տալու։ Ոնց ասում եք, այս երկրում մի որոշող կա։ Ես եմ, բայց թիմը, որ այդ կամել է եկել է, թիմն էլ է պատասխան տալու, չէ իր հետ։ Բայց թիմին ասեք թե հնարավորություն չի տալի խոսելու, այդքան մի բան, որ ասեք թե հիմնական պետք է թիմի մարդը պետք է հնարավորությունը լսելու։